Ինչպես որոշեցիք անդամակցել տոկուսակցությանը եւ քանի որ դուք էլ որպես պատգամավորի թե գնացու առաջարկեցիք։ Տեսեք, ստեղ խնդիրը պատգամավորի թեկնածու, վարչապետի թեկնածու, աթոռ, կաբինետ, պատավատ, խնդիրը դա չի։ Մենք բոլորս ունեցել ենք պաշտոններ, բավականին երկար տարի Հայաստանի Հանրապետությունում, բավականին բարձր պաշտոններ։ Մենք անձամբ հրաժարվել ենք մեր պաշտոններից, քանի այս իշխանության հետ անհնար է աշխատել։ Դրա համար մեր համար առաջնային գաղափարն է, առաջնային պետությունն է, ունենալ սեփական պետություն, սուվերեն պետություն եւ ապրել այդ պետությունում հանգիստ։ Նաեւ չի բացառվում, երբ որ մենք հասնենք իշխանության, նաեւ ես իմ մանդատը վայր դրեմ, ես հասկանամ այն թիմը, որը որ ծառայելու է իշա Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդին, ես նաև կարող եմ մանդատը վայր դնեմ, ես գնամ իմ հայրական պարտականությունները կատարեմ իմ ընտանիքին։ Մենք պաշտոնի, պատավատի, գումարի եւ նմանատիպ բաների համար չենք մղվում պայքարի։ Մենք գնում ենք պայքարի մեր պետության, պետականության, մեր ընտանիքների, մեր երեխաների ապագայի Պարտուն Ղուկասյանը դրվեց վարչապետի թեկնածու, ինչպես եք պատկերացնում, քանի որ նա չի գտնվում Հայաստանում, գտնվում է ԱՄՆ-ում բանկում, ինչպես նա կարող է մասնակցել ընտրություններին եւ արդյոք ըստ ձեզ կհաստատի տոկուսակցության ընտրություններին մասնակցությունը։ Ես ավելի կարճ լինեմ, դա իմ խնդիրը չի, դա փաստաբանական խնդիրներ է, ունենք ուժեղ փաստաբանական խումբ, զբաղվեն իրենց։ Իսկ եթե հանկարծ կարող որոշի չհաստատել, ինչ եք պատրաստվում անել։ Նայեք, ստե մեկ անձի խնդիրը չենք կապում պետականության հետ։ Ստե թիմը աշխատել։ Մենք մեկս մեկին կարող ենք փող լրացնել, մենք զինվորականներ ենք։ Մեկին շարքից հանելու, դիտավորյալ հանելու, մեկին կալանելու, մեկին քրեական գործ հարուցելու, ձայնը զրկելու, խիա թիմային աշխատանք։ Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք թիմային աշխատանք։ Ամեն մեկը իր աթոռի, իր մեքենայի, իր ստամոքսի եւ իր թանկ կայսումների համար։ Մենք թիմային աշխատանք ենք տանում, մենք կայսում հագնում ենք երևի 1000-ից 1 թող կապով, որովհետև այս կայսումը մեզի հարմար չի։ Այս կայսումով դու չես կարող աշխատես եւ ծառայել ժողովրդին։ Մարդ պետք է հագնի այն համազգեստը, որում իրան ազատ ազգում եւ կարում է ժողովրդի հետ մանր։ Այս կայսումով հագնողները միշտ թիկնապաններով, այն որ մեծ խոսում են, ասում են մենք շրջում ենք հանրապետությունում եւ հանդիպում ենք ժողովրդի հետ։ Ասենց եթե ԿՊ խմբակցությունից ինչ-որ մեկը մի բան ասում է, բանա ոնց որ տրենդը ունի, ամեն մեկը սկսում է կրկնել։ Ես հիմի կոչ եմ անում, այ ոնց որ ես եմ մանկանի քաղաքում, այ ոնց որ ես եմ շփվում ժողովրդի հետ, խնդրեմ առանց թիկնապանների, առանց թիկնազորի, առանց ոստիկանության ուղեկցությամբ, առանց ձեր տասովչիկների կներեք բառիս համար դուրս եկեք, շփվեք ժողովրդի հետ, մանեկեք, ժողովրդին հարց տվեք, հարցերին պատասխանեք, անկեղծ։ Ձեր նախընտրական ծրագրի հատկապես որ կետերը պետք է ժողովրդին հստակ կոչ լինեն, որպեսզի գան ընտրեն տոկուսակցությանը։ Տեսեք, ստեղ նախընտրական ծրագրեր բոլորը ունեն գեղեցիկ սիրուն, երևի ինձ թվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրից ոչ մեկ գեղեցիկը չունեն, որովհետև իրանց համար հիմա իրանք խոսում են կներեք, էլի օրինակներ պետք է բերեմ, բայց դա ինչ-որ մարդու վիրավորանք չեմ ասում, որ իրանք խոսում են արհեստական բանականությունից, արհեստական բանականությունով ինչ-որ ղեկավարումից, ես ուզում եմ հասկանամ իրանց 21 թվականի նախընտրական ծրագիրը ով է գրել, եթե իրան գրած լինեին, որ մի տող կմնար իրանց ուղեղների մեջ, որ այո, ես իմ ջարդված ձեռքով գրել եմ այսօր, ո՞ն է կատարել։ Իրան գրեցին շատ գեղեցիկ նախընտրական ծրագիր եւ այդ նախընտրական ծրագիրը բոլորովին հակառակ արեցին։ Հիմա դրա համար եմ ասում, մենք խոսում ենք
նախընտրական ծրագրերից մեր ամենաառաջի կոչը Հայաստանի Հանրապետության ամենաառաջի կետը Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա երաշխավորված անվտանգություն։ Ամենաառաջի կետը Հայաստանի Հանրապետությունում ուզում է բացվի միլիոնավոր աշխատատեղեր, տրանսպորտում երկու մանգան, չգիտեմ, ամենալավ գեղեցիկ բաները, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կատարվի, չեք կարող ասեք 6 ամիս հետո, դա արդարացնի իրան թե ոչ, եթե մենք չունենք երաշխավորված անվտանգություն, մենք չունենք բարեկամներ, մեր բարեկամների լարեցին, մեր բարեկամների հետ կռվեցին, մեր բարեկամներին վարկաբեկեցին, հանեցին մեղավոր իրանց սխալների համար, իրանք սխալը կատարեցին, ասեցին մեղավորը սա։ Մենք պետք է հասկանանք, մենք կարող ենք մեր արածների համար պատասխան տանք։ Ամեն մարդ, եթե մի բան, մի որոշում անում է, նա պատրաստ է պատասխանատվության ենթարկվի եւ պատասխան տա իր արած քայլերի համար։ Ոչ թե մի բան անում ենք, ասում ենք վայ ռուսներ մեղավոր, վայ ադրբեջանցիներ մեղավոր, վայ եվրոպաներ մեղավոր։ Բա դուք ստեղին չեք անում, եթե տարբերակն է, բերեք ռուսին բերենք դնենք մեզի ղեկավար, ապրենք, բայց ձեզ մենք մուտախենք սնե ծնենք։ Ես էլ եմ շնորհ։